Կարճատև դադարից հետո եթերում դարձյալ խորհրդարանական շաբաթն է։ Բարև ձեզ։ Այս շաբաթ ազգային ժողովը սկսել է իր աշխատանքները։ Տարվա գարնանային նստաշրջանն ըստ падգամավորների լինելու է բազմաբովանդակ եւ հագեցած։ Սպասում ենք, որ բավականին բուռն քննարկումներ կունենանք նստաշրջանի ընթացքում, ոչ միայն տարին նախընտրական է, այլ նաեւ ընդունված նոր սահմանադրությունը պարտադրում է մեզ, որ բավականին լուրջ փոփոխություններ պետք է կատարել օրենսդրական դաշտում։ Դրանցից ամենակարևորը պետք է նշեմ հատկապես ընտրական օրենսգրքում տեղ ունեցող փոփոխությունները, ինչպես նաև ազգային ժողովի կանոնակարգ օրենքում տեղ ունեցող փոփոխությունները, որ շատ կարճ ժամանակում պետք է իրականացնենք։ Ենթադրում եմ, որ այս նստաշրջանը թերևս այս գումարման ամենալարված օրենսդրական գործունեության առումով եւ կարծում արդյունավետ նստաշրջան է լինելու։ Առաջիկա նստաշրջանից մեր ակնկալիքները բավականին մեծ են, պատկառելի են։ Առաջի բլոկը դա սահմանադրության ընդունված սահմանադրությունից բխող մի քանի օրգանական օրենքներն են։ Երկրորդ բլոկը այն է, որ բխում է մեր կուսակցության Բարգավաճ Հայաստանի ծրագրային դրույթներից։ Երրորդը այն մեր ամենօրյա աշխատանքն է, որ տարբեր օրենսդրական նախաձեռնությունները մենք պետք է արձագանքենք։ Կարծում եմ այս նստաշրջանի ընթացքում ամենաառանցքային օրենքը դա լինելու է ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որով պայմանավորված է լինելու մեր ապագան։ Մենք սահմանադրական փոփոխությունների հիման վրա օրենսդրական մեծածավալ աշխատանք իրականացնելու պարտավորություն ունենք։ Դրանցից առաջին խոշորը ընտրական օրենսգիրքն է։ Բացի դա մարդու իրավունքների եւ ազատություններին վերաբերող սահմանադրական փոփոխությունները, որ ուժի մեջ են մտել, նշանակում է վերանայել նաեւ այս ուղղությամբ օրենսդրությունը։ Չմոռանանք, որ մի կարևոր հարց վերաբերում է տնտեսական խնդիրներին, իսկ դա նշանակում է նաև թե հակամենաշնորհային օրենսդրությունը եւ թե նաև ազատ տնտեսական գործունեության երաշխավորմանը վերաբերող օրենքների վերանայումներ։ Ես կցանկանայի, որ ընդհանրապես այն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ, որոնց դրական նպատակադրումը ակնհայտ է, այդ օրենսդրական փոփոխությունները ընդունելիս նույնպես մենք չշտապեինք, ավելի խորը նայենք այդ process-ներին, որպեսզի, ինչպես ասում են, ունք սարքելու տեղը աչքնել չտանք անենք։ Եվ այսպես, 5-րդ գումարման ազգային ժողովի 9-րդ նստաշրջանը մեկնարկեց փետրվարի 1-ին պետական օրհներգի հնչյունների ներքո։ Նիստի սկզբում օրենսդիր մարմնի ղեկավարն անդրադարձել է Ստրասբուրգում հունվարի 26-ին կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձևերին։ Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. Անցյալ շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձև, որոնք յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար։ Ըստ էության իրականությունը խեղաթյուրող Ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացը արգելակող այդ բանաձևերը դրանց հեղինակների կողմից փորձ էին վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը եւ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը։ Դրանք նաև ուղղակի ու անուղղակի փորձեր էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի, մինչդեռ բանաձևերի քննարկմանը նախորդած իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ հիշեցրել էին ԵԽԽՎ-ին ու միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին,
որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է։ Նրանք հորդորել են չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը։ Իսկ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստում ընդունված հայտարարության մեջ նշվում էր. Եվրոխորհրդարանն արձանագրել է, որ լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայինորեն ճանաչված միակ ձևաչափն է։ Հարգելի գործընկերներ, ԵԽԽՎ-ում քննարկված հիշյալ երկու բանաձևերը իրենց ոչ հայանպաստ բովանդակությամբ հանդերձ գործողությունների առումով որոշակի բարերար ազդեցություն ունեցան ևս մեկ անգամ փաստելով միասին գործելու մեր կարողությունը եւ համատեղ ջանքերով արդյունքի հասնելու ներուժը։ Ընդ որում խոսքը վերաբերում է ոչ միայն խորհրդարանական ուժերին, ի պատիվ որոնց պետք է ասեմ, որ միջկուսակցական հարաբերություններն ու տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետները, անհամաձայնությունները եւ նաեւ վիճաբանությունները չխանգարեցին նրանց համատեղել ջանքերն ընդդեմ հակահայ դրսևորումների հանուն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների։ Իրենց գործողություններն ու հնարավորությունները նույն ուղղությամբ իշա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ծառայեցրին պետական եւ ոչ պետական կառույցները, հասարակական ու ոչ կառավարական կազմակերպությունները, կառավարող ու ընդդիմադիր նրանց գործընկեր ու հակընդդեմ կուսակցությունները, մի խոսքով քաղաքացին ու պետությունը։ Շնորհակալ լինելով նրանց բոլորին, նաեւ երախտագիտությունս եմ ուզում հայտնել Սփյուռքի մեր հայրենակիցներին ու կազմակերպություններին, որոնք այս դեպքում եւս իրենց հայանպաստ գործողություններով սատար ու պատվար էին Հայաստանին ու Արցախին։ Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, ովքեր ձեռնպահ մնացին այդ կառույցը վարկաբեկող գործողություններից ու մտածելակերպից, այն հակաճշմարտության եւ շահախնդրության ամբիոնի վերածելուց, գայթակղություն, որին սակայն չկարողացան դիմադրել թե այդ բանաձևերի հեղինակները, թե դրանց կողմ քվեարկած պատգամավորները։ Քննարկված բանաձևերից մեկն այնուհանդերձ ընդունվեց, սակայն կարծում եմ, որ դա չպետք է դարձնել քաղաքական ու քաղաքագիտական էժանագին շահարկումների առարկա, առավել ևս վերածել անմաքուր անազնիվ խաղերի։ Մենք պետք է կարողանանք աշխատել ավելի ջանասիրաբար, ավելի նվիրված եւ որևէ բան ավելի բարձր չհամարել երկրի ու ժողովրդի, Հայաստանի ու Արցախի հայության շահերից։ Պետք է շարունակենք մեր միասնական գործունեությունն ու գործողությունները առանց ընկրկելու ոչ թե ետ, այլ առաջ նայելով։ Մեր երկիրը բոլորիս համախմբված համատեղ աշխատանքի կարիք ունի, թե խաղաղ, թե ռազմական ճակատներում, թե ներքին, թե արտաքին խնդիրների լուծման ճանապարհին։ Հաջորդիվ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, որից հետո պատգամավորների քննարկմանն է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը։ Գալուստ Սահակյանը տեղեկացնում է, որ ազգային ժողովը ստացել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը։ Հարգելի պատգամավորներ, տեղեկացնեմ, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ազգային ժողովին հրաժարականի դիմում է ներկայացրել, այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն կրկնել է հրաժարականի իր դիմումը, ուստի հայտարարում է պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։
Խորհրդանի նախագահը տեղեկացնում է նաև, որ մարդու իրավունքների նոր պաշտպան պետք է նշանակվի նախորդի լիազորությունների դադարեցման օրվանից 1 ամսվա ընթացքում, սակայն 2015-ին ընդունված սահմանադրական փոփոխությունները ենթադրում են այդ պաշտոնում ընտրվելու նոր կարգ։ Հետևաբար խորհրդանի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկել փոփոխություն կատարել 5-րդ գումարման ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը, անվանումներն ու գործունեության ոլորտները սահմանելու մասին որոշման նախագծում։ Եվ այսպես նախատեսվում է պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովին տալ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին առաջարկելու, ինչպես նաև պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները սահմանելու իրավասությունները։ Նախկինում մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու իրավունք ունեին ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը։ Նոր սահմանադրությամբ դրա իրավունքը պատկանում է հանձնաժողովին։ Եվ երկրորդը այն չափանիշները, որոնք սահմանված է ազգային ժողովի պատգամավորների համար, նաև սահմանվում է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին եւ այդ բոլոր ընթացակարգերը սահմանված է նաեւ այս որոշմամբ։ Հովհաննես Սահակյանը նշում է, որ մարդու իրավունքների պաշտպանին իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի ձայնի առնվազն 3/5-ով 6 տարի ժամկետով։ Պաշտպանի թեկնածուի ներկայացման կարգի վերաբերյալ պատգամավորները հնչեցնում են մի շարք հարցեր։ Մեկական հանձնաժողովի պատգամավոր ունենալու է իրավասություն, թե ոչ, թեկնածություն առաջադրելու։ Ասեմ, որ այո, մենք այս քննարկումները նաև ցույց են տալիս, որ մենք հնարավորություն կտանք, որպեսզի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ թեկնածուի առաջադրման իրավունքով հանդես գա, որպեսզի մենք կարողանանք այդ ընտրական գործընթացի մեջ, այդ նեղ ընտրական գործընթացի մեջ կարողանանք ընտրենք այն մարդու իրավունքների պաշտպանին, որը բոլորիս համար ընկալելի կլինի։ Քաղաքական ուժերը գրավոր դիմումներ են ներկայացնում նշելով թեկնածուներին, բայց որպեսզի թեկնածուն ներկայացնի գնավոր համաձայնություն, որ իր թեկնածությունն առաջադրվի այլ քաղաքական ուժերի կողմից, իմ կողմից կարծես թե այլ տեղերում այդպիսի պրակտիկա առանձնապես գոյություն չունի։ Մենք սա միտումնավոր ենք գրել, որովհետև չստացվի, որ մենք այդ բոլոր գործընթացներն անցնենք եւ գա եւ հրաժարվի, որ ինքը չգիտեր եւ չի ուզում մասնակցի եւ այլ եւ այլ։ Կարծես թե նաեւ բոլոր ընթացակարգերում, բոլոր նույնիսկ, չգիտեմ, ամենաբարձր պաշտոններ զբաղեցնելու դեպքում համապատասխան դիմումի արկայությունը կարծես թե պարտադիր է։ Քննարկող հարցի վերաբերյալ պատգամավորները ներկայացնում են իրենց տեսակետներն ու առաջարկությունները, ընդգծելով, որ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանը ամենաթիրախայինն է եւ պետք է քայլել ձեռնարկվեն, որ այն չլինի ոչ իշխանության եւ ոչ էլ ընդդիմության կամակատարը։ Եթե իսկապես ձեր ազնաժողովում համամասնորեն են ներկայացված խմբակցությունների եւ անկախ պատգամավորը, այդ դեպքում եթե դուք այդ տրամաբանության եք գնում, ուրեմն թող օրենքի նախագծում գրվեր, որ խմբակցություններն են առաջարկում թեկնածու։ Եթե հնարավոր է փոփոխություն անեք, ես կառաջարկեմ, որ անեք գոնե առնվազն այն առաջարկությունը, որ մրցակցային լինի այս ամբիոնը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հետ կապված։ Երկու առաջարկ ունեմ։ Առաջինը կասեի վստահություն։ Եվ երկրորդ խնդիրը, ինչը որ ես կհամարեի շատ կարևոր, դա առաջնորդությունն է։ Իրավասու հանձնաժողովը, որը հանդիսանում է մարդու իրավունքների հանձնաժողովը, փաստորեն զրկված է լինելու, քննարկելու եւ առաջադրելու մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ Կարծիք ողջամիտ չէ, որ հանձնաժողովը, որ աշխատում է անմիջապես մարդու իրավունքների պաշտպանի հետ, անմիջապես մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների վերաբերյալ դասում է զեկույցները, հաշվետվությունները, անմիջապես հանձնաժողովն է աշխատում այն կառույցների հետ, որոնց վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է հաշվետվության մեջ խնդիրներ, դիտողություններ, առաջարկներ եւ այս դեպքում արդյոք ողջամիտ չէր լինի, որ ներկայացներ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։ Ներկայացված նախագծին, ինչպես նաև հնչեցված հարցադրումներին է անդրադառնում ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Փաստորեն հիմա մեր 12 հանձնաժողովներից մեկը ըստ նոր սահմանադրության նոր լիազորություն է ստանում։ Սա մարդու իրավունքների, ազատությունների եւ այլ հարցերի վերաբերյալ օրինագիծ չէ։ Սա կանոնակարգային խնդիր է եւ ընթացակարգ է։ Այսօր ընդհանրապես ասում ենք, որ հանձնաժողովն է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը։ Սահմանադրության նորմը պետք է կիրառվի, իսկ առաջարկները պետք է օրենքի շրջանակում լինեն։ Առանցին պատգամավորների բարձրացրած թեկնածուների առաջադրման հարցի վերաբերյալ Գալուստ Սահակյանը նշում է. Ասացիք, որ յուրաքանչյուրը թող թեկնածու առաջարկի, կառաջարկի յուրաքանչյուրը։ Նույնիսկ եթե որևէ
խմբակցություն ներկայացուցիչ չունենա, ելի կարող է անդամի միջոցով իր առաջարկությունը տեղ հասցնել։ 12 հոգի պիտի առաջարկեն։ Եվ երկրորդը խորհրդարանը, որպես քաղաքական ամբիոն, հիմնական գործոնը խմբակցություններն են քաղաքական տեսակետի առումով։ Ազգային ժողովի նախագահն անդրադառնում է նաև Կարեն Անդրեասյանի հրաժարականի պատճառի մասին խոսակցություններին։ Դա էլ իրավունքի խնդիր է, առավել ևս նա արդեն հրաժարականը տվել է, դու բարոյական իրավունք չունես կանչելու եւ նա բարոյական իրավունք ունի չգալու։ Այնուհետև իրենց տեսակետներն են ներկայացնում խորհրդանական քաղաքական ուժերը։ Հեղինե Բիշարյանն առաջարկում է հանձնաժողովում ներկայացվող թեկնածություններն ուսումնասիրելուց հետո քննարկել դրանք լիագումար նիստում։ Մենք հնարավորություն տանք այդ բոլոր թեկնածուներին քննարկման առարկա դառնա արդեն լիագումար նիստին որպես թեկնածուներ եւ փակ քվեարկությամբ հնարավորություն տանք, քանիսն ուզում են իրենք լինեն, թող ուրեմն փակ քվեարկությամբ քվեարկում տեղի ունենա։ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների առաջադրման իրավունքը պետք է վերապահել ոչ թե պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, այլ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին։ Սա ՀԱԿ խմբակցության տեսակետն է։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը մերժում է այս նախագիծը, մենք կողմ ենք, որ դա որպես իրավասու հանձնաժողով այդ հարցի լուծման համար նշանակվի մարդու իրավունքների հանձնաժողովը։ Քաղաքական ուժերի կողմից թեկնածուների առաջադրումը կարևորում է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցություն խմբակցությունը։ Կարևորը գործընթացն է եւ կրկնում եմ, կարևորը գործընթացի լեգիտիմությունն է, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենան իրենց ներկայացուցիչների միջոցով ներկայացնել թեկնածու։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացն իրականացրել է պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ուստի Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի այդ գործընթացը շարունակվի նույն հանձնաժողովում։ Մեզ համար միևնույն է անկյաց ասած, թե որ հանձնաժողովը, բայց քանի որ մենք ամբողջ սահմանադրական բարեփոխումների գործընթացին հետևեցինք, որապես լուծը ընկած էր պետաիրավական հանձնաժողովի վրա, եւ այդ գործը մինչև ինչ պետք է շարունակի պետաիրավական հանձնաժողովը, մենք կողմնակից ենք դրան։ Նորից եմ ասում, այդքան մեծ տարբերություն չկա։ Քննարկումների արդյունքում падգամավորները կողմ են քվեարկում ներկայացված փոփոխություններին։ Հավելենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության այս կարգը գործելու է մինչև այս գումարման խորհրդանի լիազորությունների ավարտը, որից հետո կգործի սահմանադրական օրենքներով ամրագրված կարգը։ Քարորիայի ընթացքում խորհրդարանը քննարկել եւ ընդունել է շրջանառության հարկի մասին օրինագիծը, որով առաջարկվում է երկրորդային հումքի թափոնների իրացումից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 5%-ի փոխարեն 1.5% շրջանառու հարկ կիրառել։ Այնուհետև падգամավորները քննարկել են խորհրդարանի վավերացմանը ներկայացված երկու պայմանագիր։ Օրենսդիրի քննարկմանը ներկայացված վարկային համաձայնագիրը, որով Ասիական զարգացման բանկը Հայաստանին 22 տարի մարման ժամկետով կտրամադրի մոտ $113 միլիոն վարկ, քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքներն ու տրանսպորտային ծառայությունները բարելավելու համար թեժ քննարկման թեմա դարձավ։ Падգամավորները դեմ չեն, որ Երևանը բեռնաթափվի, ուղղակի նրանց մտահոգում է վարկային բեռի ավելացումը։ Նրանք իրենց ելույթներում մտահոգություն հայտնեցին հատկապես խորհրդատվության համար նախատեսված գումարների առնչությամբ։ Հովհաննես Մարգարյանն ու Էդմոն Մարուքյանը խոսեցին երկիրը համաչափ զարգացնելու մասին։ Ուզում եք Երևանի կենտրոնը բեռնաթափվի, մարզերը զարգացրեք, քաղաքները զարգացրեք, Երևանի կենտրոնը կբեռնաթափվի։ Աուրա կլինի ապրելու, աշխատատեղեր կլինեն, մարդիկ չեն գա լցվեն մայրաքաղաք։ Ու այդ շատ դուրս պրոբլեմ է։ Հովհաննես Մարգարյանն էլ գտնում է, որ խորհրդատվության համար նախատեսված գումարով կարելի է աղետի գոտու խնդիրները լուծել։ Ինչ տարածքային համաչափ զարգացման մասին կարող է խոսք լինել, երբ ամեն ինչ կենտրոնանում է Երևանում, իսկ մարզերը դադարվում են, ամայանում են։ Գիտեք ինչ, սա բերում է մի մոտեցման, որ գնալով երկիրը նմանում է շերեպուկի։ Գլոխը մեծանում է, մարմին չկա։ Հրանտ Բագրատյանն էլ դժգոհեց նոր վարկային պայմանագրից, ըստ նրա այն կատարյալ չէ։ Իհարկե անհամեմատ ավելի լավ է, քան թե մյուսները։ Դուք լավ ներկայացրեցիք, լավ է մտածված։ Բայց որպեսզի ես ասեմ, այս վարկն է ճիշտ, դուք պիտի թիվ բերեք, ասեք, այս վարկի էֆեկտիվությունը այս մի պրոյեկտից բարձր է։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ падգամավորներին կոչ արեց չհակադրել մայրաքաղաքային ծրագրերը մարզային ծրագրերի հետ։ Այնպես չէ՞ էլի, որ բոլոր ծրագրերը Երևանում են կարել,
Լոռում, Շիրակում, Արագածոտում կամ այլ մարզերում որևէ ծրագիր չէ կարել։ Նույնիսկ տնտեսական ճգնաժամի տարիներին, նույնիսկ այսօր մարզերում շատ լուրջ ծրագրեր են իրականանում, եւ քաղաքաշինական, եւ ճանապարհաշինական։ Իհարկե բավարար չի։ Որովհետեւ մեր բոլոր խնդիրները լուծելու համար մեզ պետք է ոչ թե 5 10, այլ միգուցե 20 միլիարդ դոլար։ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Երևանի կենտրոնը պետք է բեռնաթափվի։ Փոխխոսնակի դիտարկմամբ լավ ճանապարհներ ու ապահով տրանսպորտ ունենալը Երևանի համար անհրաժեշտություն է։ Երևանը սպասարկում է եւ մարզերից եկած մեր հայրենակիցներին, եւ մեզ սփյուռքահայերին, եւ մեր միջազգային պարտներներին եւ այն տուրիստերին, ովքեր որ այցելում են։ Եվ ի վերջո Երևանն է Հայաստանի թիվ 1 այցեքարտը։ Ինչպես ասում էր Չերչիլը, վարկ տալիս են նրան, ով որ կարող է մարել։ Եվ եթե պետությանը վարկ են տալիս, դա խոսում է պետության վստահության բարձր մակարդակի մասին եւ հեղինակության մասին։ Օրինաց երկիր խմբակցության տեսակետը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրեց Հեղինե Բիշարյանը։ Իսկապես մեր սրտով է, մենք ուզում ենք, որ այո, Երևանը դառնա գեղեցիկ։ Եվ ես պետք է ասեմ, իմ խոսքում էլ ասեցի, անբեկանելի է, որ Երևանը կտրուկ փոփոխության է ենթարկվել։ Եվ ամեն օր, ամեն քայլափող մենք տեսնում ենք, որ գործ է արված։ Սա իմ ծննդավայրն է, իմ մայրաքաղաքն է։ Ես սիրում եմ իրեն, բայց դա չի նշանակում, որ ինձ համար հետաքրքիր չեն մյուս քաղաքները։ Օրինաց երկիր խմբակցությունը պարզապես ձեռնպա կմնա, որ վարկերով է սա արվում։ Խորհրդարանական մեծամասնության կարծիքով այս ծրագիրը դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Ես կարծում եմ, որ իմ շատ գործընկերներ համաձայն են, որ ծրագրին պետք է կողմ քվեարկել եւ սրանով հնարավորություն տալ մեր տնտեսությանը ավելի զարգանալու եւ մեր տնտեսության մեջ արդյունավետությունը վարկային ծրագրերով նաեւ ավելի բարձրացնելու։ Որևէ վտանգ չեմ տեսնում նաեւ վարկային ծրագրերով այդ աշխատանքները իրականացնելու առումով։ Հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկելու վարկային նախագծին։ Կամո Արեյանը եզրափակելով համաձայնագրի քննարկումները անդրադարձավ հնչած հարցերին ու դիտողություններին։ Այստեղ շատ քննարկվեց եւ ինձ առաջարկվեց, որ ավելի բացված եւ հանգամանալից երկարացնեմ խորհրդատվություն հասկացության տակ ներառված այդ 13 միլիոն դոլարը։ Նշեմ, որ սա այն խորհրդատվությունը չէ, որը հասկացվում է ընդհանրապես, որը ենթադրում է գումարների փոշիացում։ Բոլոր բաղադրիչները խորհրդատվություն հասկացության տակ անբաժանելի մասն են կապիտալ ներդրումների, կապիտալ աշխատանքների։ Առաջինը Երևանի տրանսպորտի մոդելի ստեղծումը։ Սա բանավոր խորհուրդ չէ, գրավոր խորհուրդ չէ։ Ուղղակի բանկի կողմից ընտրված միջազգային մրցույթով ընտրված մասնագիտական կազմակերպության կողմից պետք է նորից զերոյից նոր Երևանի տրանսպորտի կառավարման մոդելը ստեղծվի, որն իր մեջ ընդհանրապես ներառում է պրոբլեմային գոտիների ֆիքսումը, երթևելի գոտիների հաշվարկը, երթևեկության ուղղությունները, արագությունը, խաչմերուկների կառավարումը, թողունակության կարգավորումը։ Երևանի փոխքաղաքապետը նաև տեղեկացրեց, որ վարկառուն ոչ թե համայնքն է, այլ Հայաստանի Հանրապետությունը, եւ այս ծրագիրը հենց տարածքների համաչափ զարգացման շրջանակում է, եւ որ ծրագիրը Երևանով չի սահմանափակվում։ Այս վարկային համաձայնագիրը վավերացնելուց հետո падգամավորները քննարկեցին եւս մեկ վարկային համաձայնագիր։ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը մեր երկրին կտրամադրի 25 տարի մարման ժամկետով 40 միլիոն դոլարի չափով վարկ։ Ծրագրով նախատեսվում է բարելավել ընտրված կենսական նշանակության ճանապարհները, գյուղական համայնքները կապել մայրուղիներին եւ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհներին։ Ներկայացված ծրագրով նախատեսվում է նորոգել 190 կիլոմետր ճանապարհ։ Պատգամավորների մոտեցումները վարկային ծրագրի վերաբերյալ տարբեր են։ Ընդդիմադիր պատգամավորները դեմ են արտաքին պարտքի մեծացմանը։ Դժգոհություններ կային, որ պարզ չէ, թե 40 միլիոն դոլար վարկի հիմնական մասը ինչ նպատակներով է օգտագործվելու։ Խորհրդարանականները գտնում են, որ վարկային ծրագրի շրջանակում մինչև 2019 թվականը կատարվելիք աշխատանքների ցանկը պետք է հասկանալի լինի ոչ միայն իրենց, այլ նաև հանրությանը։ Նշվեց, որ կառավարությունն անձնագրավորել եւ հաստատել է առաջնահերթությունների ցանկը։ Օրենսդիրները գործադիրին առաջարկեցին մինչ քվեարկությունը ներկայացնել այդ ցանկը։ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեմ է ճանապարհների վերանորոգման նպատակով վարկ վերցնելուն։ Շատ վտանգավոր է ընդհանրապես վերանորոգման վրա վարկ վերցնելը։ Վերանորոգումները պետությունները պարտավոր են ըստիս ֆինանսավորել բյուջեից։ Բայց չի կարելի 25 տարվա վարկը վերանորոգման վրա վերցնել,
Որտեւ այդ ճամփան մինչև 25 տարին կլրանա, 3 անգամ էլ կվերանորոգվի։ Փոխարենը քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանը չի վախենում վարկեր վերցնելուց։ Ես երբեք վարկային համազանագրերին դեմ չեմ եղել, միշտ պայքարել եմ արդյունավետ օգտագործելու համար։ 5 միլիարդ մարկ չենք թողնում։ Մեր սերունդերին թողում ենք բարեկից, բարեկարգ ճանապարհներով Հայաստան, հա, որից կօգտվենք եւ մենք այսօր, եւ մեր սերունդները վաղը։ Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի այս վարկը կարելի է վերցնել 3 պայմանների առկայության դեպքում։ Առաջինը, կառավարությունը, որն այդ վարկը վերցնում է, ունի երկրի զարգացման հստակ ծրագիր։ Երկրորդ պայմանը, եթե վարկի տակ գոյություն ունի իրականացվող աշխատանքների կոնկրետ ծրագիր։ Եվ երրորդ պայմանը, եթե վարկը վերցնում եւ օգտագործում է մի կառավարություն, որը կոռումպացված չէ, այսինքն վերցված փողը կօգտագործվի ըստ նպատակի, այլ ոչ թե կհանգրվանի իշխանավորների գրպաններում։ ԲՀԿ խմբակցության ղեկավարի դիտարկմամբ որևէ մեկը դեմ չէ ռոռոկման համակարգեր ու լավ ճանապարհներ ունենալուն։ Խնդիրը վստահության պակասն է։ Որևէ մեկը դեմ չէ, որ վերցնենք վարկ, հատկապես հիմա եթե կա էժան փող եւ ստրատեգիական ռազմավարական առումով միգուցե եւ դա ճիշտ է, միգուցե եւ դա արդարացված է, բայց այստեղ կրկնում եմ, խնդիրը շատ ավելի գլոբալ է, խնդիրը վստահելիության խնդիրն է։ Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը եւս կարևորեց վարկերի արդյունավետ օգտագործման վերահսկողությունը։ Կարող եք մի երկիր մատնանշել, որը վարկային ծրագրերից չի օգտվում։ Այլ խնդիր է վստահությունը եւ վերահսկողությունը։ Այո, նաեւ հանրապետական խմբակցությունը մեծամասնությունը իրոք խնդիրներ տեսնում է, որ մենք պետք է ուշադիր լինենք, հետևողական լինենք, առավել եւս նոր համադրությամբ տրված միլիազորությունների շրջանակներում, որպեսզի մենք կարողանանք պատշաճ վերահսկողություն սահմանենք ծախսվող վարկերի նկատմամբ։ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև падգամավորների հնչեցրած մտահոգություններին, թե վարկային միջոցները տրամադրվելու է ճանապարհների կոսմետիկ վերանորոգմանը։ Ես համոզված եմ առավել քան, որ այս վարկային ծրագիրը տրամադրվելու է հիմնանորոգումների համար։ Եվ երկրորդը, բաժանումները ինչու չի կատարվել հիմա ամբողջովին 40 միլիոն է, որովհետև մենք շատ մոտակա ժամանակներս ունենք նաև 90 միլիոնանոց մի ծրագիր, որը նաև պատասխանն է այն բանի, թե ինչ է կատարվելու մարզերում։ Հանրապետական խմբակցության համար ողջունելի են նման ծրագրերը եւ իրենք կողմ են քվեարկելու այս փաստաթղթին։ Այսքանով ազգային ժողովն ավարտել է գարնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է այս շաբաթ Հայաստան այցելած Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը նպաստում են նաև նման այցելությունները, նշում է ազգային ժողովի նախագահն ու հավելում։ Բարձր մակարդակի փոխհարաբերությունները հնարավորություն է տալիս համագործակցելու բոլոր ոլորտներում, լինելով նաև տարբեր քաղաքական կողմնորոշումներում, մենք մեծ հնարավորություն ունենք համատեղել մեր աշխատանքը, նաև բարձր գնահատելով Վրաստանի դերն ու նշանակությունը հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության ապահովության գործում։ Վերջին տարիներին բավականին աշխուժացել են նաև հայ-վրացական խորհրդանական կապերը։ Ազգային ժողովի նախագահը նշում է, որ թեև երկու երկրների խորհրդանականների հարաբերությունները բարեկամական են, սակայն ցավոք համագործակցությունը միջազգային հարթակներում դեռևս չի հաջողում։ Երկկողմ կապերի զարգացման խնդրում Գալուստ Սահակյանը բարձր է գնահատում նաև համագործակցությունը ռազմական ոլորտում։ Կարծում եմ խնդիրները այնպիսին են, որ երբեք այն փոխհարաբերությունները, որ Վրաստանը ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, մասնավորապես նաև ռազմաարդյունաբերական ոլորտներում, դա երբեք չի խանգարում, որպեսզի մենք կարողանանք իրականացնել համապատասխան ծրագրեր։ Ազգային ժողովի նախագահը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ Վրաստանի որոշակի հավասարակշռված դիրքորոշմանն ու նշում. Ռազմավարական համագործակցություն ունենալով Ռուսաստանի հետ, Հայաստանը նույնպես փորձում է հավասարակշիռ դիրքորոշում ապահովել մշտապես
Վրաստանի եւ Հարավային Ռուսիայի հետ կապված խնդիրներում։ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին շնորհակալություն է հայտնում ընդունելության համար եւ Գալու Սահակյանին փոխանցում վրացի գործընկերոջ ողջույնները։ Նա նաեւ շնորհավորում է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների եւ հանրաքվեի անցկացման առընչությամբ ու նշում, որ նույն դժվարին ճանապարհն անցել է նաեւ Վրաստանը։ Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակում երկու երկրների քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության զարգացման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Վերջին տարիներին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջև արձանագրվել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացում ու համագործակցության զգալի վերընթաց, նշում է Գալուստ Սահակյանը եւ հավելում, որ այդուհանդերձ առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը դեռևս անբավարար է։ Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնում, որ երկկողմ փոխգործակցության ակտիվացման համար խոչընդոտներ չկան, եւ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու տնտեսական, առևտրային եւ մշակութային հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։ Խորհրդանի նախագահն անդրադառնում է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձևերին եւ ընդգծում, որ բրիտանացի նախկին падգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում վերնագրով բանաձևը չընդունվեց շնորհիվ այն падգամավորների, ովքեր քվեարկել են հանուն արդարության։ Այդ բանաձևը պարունակում է լուրջ վտանգ, քանի որ այն անթույլատրելի փորձ է Ադրբեջանի եւ իր համախոհների կողմից այլ զուգահեռ հարթակներ տեղափոխելու Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը, նշում է Գալուստ Սահակյանն ու հավելում, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայինորեն ճանաչված միակ հարթակը։ Դեսպան Ջութիթ Ֆարնուորթը նույնպես կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը կրթական, առևտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում եւ արժեվորում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդաների միջև տարբեր մակարդակներով պատվիրակությունների այցերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Դեսպանը ողջունում է խորհրդանական կառավարմանն անցնելու Հայաստանի իշխանությունների որոշումը, իսկ Ռոբերտ Ուոլթերի պատրաստած զեկույցի վերաբերյալ նշում, որ այն չի արտացոլում կառավարության քաղաքականությունը եւ որ Մեծ Բրիտանիան կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այս շաբաթ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Քուվեյթը Հայաստանի համար բարեկամական պետություն է եւ մեր երկրների փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, նշում է Գալուստ Սահակյանը եւ կարեւորում միջխորհրդանական կապերի առավել ամրապնդումը, առևտրատնտեսական համագործակցության զարգացումը։ Խորհրդանի նախագահն ընդգծում է, որ կաջակցի երկու խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը։ Բասամ Մուհամմադ Ալ-Քաբանդին Գալուստ Սահակյանին է փոխանցում իր գործընկերոջ ողջույններն ու Քուվեյթ այցի հրավերը, ինչը սիրով ընդունվում է։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Դեսպանի գնահատմամբ այս քայլը լուրջ առաջընթաց էր Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման հարցում։ Կողմերը քննարկում են նաև տարածաշրջանային խնդիրներ եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հունվարի 23-ից 30-ը Ստրասբուրգում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակությունը։ Ինչպես արդեն գիտեք, ձմեռային նստաշրջանում ի թիվս այլ հարցերի պետք է լսվեր նաև հակահայկական երկու զեկույց։ Զեկույցներ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։ Դիվանագիտական շրջանակում տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները տեսանյութում։ 1957 թվականին Եվրոպայի սրտում հիմնադրվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Կառույցն ընդգրկեց 47 երկիր եւ աշխարհի արչեւ հանձնառավ մշտապես լինել ժողովրդավարության կողքին եւ դառնալ այդ արժեքների անկողմնակալ պաշտպանը։ Անդամ երկրներից ոչ բոլորը սակայն մնացին հավատարիմ իրենց կոչմանը։ Տարեցտարի գլոբալացող աշխարհում երկրները ելնելով անձնական շահերից փոխեցին իրենց հայացքներն ու ժողովրդավարության ընկալումները։ Եղան նաեւ այնպիսիք, ովքեր մոռացան իրենց անցյալն ու սկսեցին առուծախի միջոցով կեղծել պատմությունը, սև ոսկով գնելով գործընկերներ։ 2016 թվական հունվարի 26 Եվրախորհրդի մայրաքաղաքում ձմեռային նստաշրջանը սկսվեց հակահայ երկու բանաձևի քննարկմամբ, ինչպես արդեն հասկանալի է, պատվիրատուն պաշտոնական Բաքուն է, իսկ կատարողը խավիարասեր մի քանի վեհաժողովականներ։ Ընդ որում զեկույցների հեղինակները մարդիկ են, ովքեր երբևէ չեն եղել Լեռնային Ղարաբաղում, պատկերացումները կազմել են միայն ադրբեջանական ճոխ խոստումների ազդեցության տակ։ Զեկույցներից առաջինը պատկանում էր
բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի մտքին, ով ի դեպ այլևս խորհրդարանական չէ։ Այդուհանդերձ, ինչպես ասում են, նա գնաց, բայց զեկույցն այնուամենայնիվ ներկայացվեց, այսպես կոչված բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում։ Հայկական պատվիրակությունը, ինչպես միշտ, այս անգամ եւս Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատեց գրագետ դիվանագիտությամբ եւ համախմբված մթնոլորտում։ Արդյունքում բանաձևը տապալվեց չնայած Բաքվի ծրագրած խավիարային ինտրիգների։ Վերջին ամիսների սահմանային լարվածությանը զուգահեռ պարտվողի հոգեբանությամբ Ադրբեջանը Եվրոպայում եւս սկսեց ուժերը փորձել նաեւ փաստաթղթերի միջոցով, սակայն հայտնվեց ծիծաղելի կարգավիճակում։ Ադրբեջանը սկսեց Հայաստանի պատվիրակությունների լիազորությունները վիճարկելու նախաձեռնությամբ, որը պարզապես ծիծաղելի էր եւ ԵԽԽՎ-ի մեծամասնությունը անգամ չթողեց, որ այս նախաձեռնությունը դուրս գա լայն քննարկման առարկա դառնա, որից հետո մեկը մյուսի հետևից մի քանի նախաձեռնություններ կապված Ղարաբաղի հետ եւ դրանցից որոշները մենք կարողացանք վնասազերծել ի սկզբանե դեռևս բյուրոյի որոշման փուլում դրա վրա մի քանի ամիս է ժամանակ գնացել, այսինքն սկսած մայիս, հունիս, հուլիս, օգոստոս մինչև հոկտեմբեր այսպիսի փոխհրաձգություն եւ պայքար է գնացել, այսպես ասեմ, թղթերը վնասազերծելու ուղղությամբ։ Ու թեև Ուոլթերը թույլտվություն էր ստացել քաղաքական կոմիտեի կողմից կատարելու փաստահավաք այցելություն Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան, այդուհանդերձ նա մնաց հավատարիմ ընծաներին եւ անվերապահորեն կատարեց իրեն տրված Բաքվի առաջադրանքը։ Սպասումները սակայն չարդարացան, թե քաղաքական խմբերը եւ թե առանձին ելույթները վկայեցին մեկ փաստ, որ զեկույցը խիստ միակողմանի է, Ադրբեջանը հաճո բովանդակությամբ, բացի այդ էլ չի համապատասխանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնադրությանը։ Պարոն Ուոլտերը չլինելով անաչառ զեկուցող, այլ հայտնի լինելով որպես ադրբեջանական լոբբիստներից մեկը, ամենաակտիվներից մեկը, մեր խորին համոզմամբ այլ բան չէր կարող անել։ Բրիտանացի պատգամավորը Եվրոպայի խորհրդում իր լիազորությունների ավարտից ընդամենը 10 օր առաջ զեկույցը մտցրեց օրակարգ։ Օբյեկտիվորեն մենք շատ հնարավորություններ չունեինք բազմաթիվ պատգամավորների, շատ պատվիրակների, ԵԽԽՎ շատ անդամների հետ այդ մեկ շաբաթվա ընթացքում աշխատանք կատարել եւ ծանոթացնել եւ ներկայացնել այն խութերին, այն պրոբլեմներին, որ ունի զեկույցը, թեև պատգամավորներից շատերը այնուամենայնիվ հենց հանձնաժողովի նիստում արդեն իրենց կարծիքը կազմել էին զեկույցի վտանգավորության, նրա թերությունների, նրա միակողմանիության եւ ոչ նեյտրալ, ուրեմն անաչառ չլինելու մասին։ Այդուհանդերձ քվեարկությամբ այն բանաձև չդարձավ եւ հայերն էլ օկուպանտ բռնազավթիչ չհամարվեցին։ Կային պատգամավորներ, որ անգամ ասում էին, որ այս փաստաթուղթը կարծես Բաքվում գրած լինի եւ ոչ թե Ուոլտերը լինի նրա հեղինակը, որովհետեւ ամբողջապես միակողմանի ներկայացնում է բոլոր այն հարցադրումները, պահանջները, ցանկությունները, որոնք մերժվել են եւ դուրս են մնացել Մինսկի խմբի բանակցային գործընթացից։ Բանաձևը տապալվեց չնայած ժողովրդավարություն բառն առհասարակ չհասկացող Ադրբեջանի ու եղբայրական Թուրքիայի հատուկ գործողությունների։ Այս քվեարկությամբ ժողովրդավար Եվրոպան նրանց հստակ մեսիջ ուղարկեց։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում անվայրը չէ, որտեղ մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը քննարկենք, դա ժողովրդավարության մեր ընդհանուր տունն է եւ այս մտածողությունը մենք պետք է փորձենք հասանելի դարձնել եւ համաձայնության եզրեր գտնել Եվրախորհրդարանական բոլոր պատվիրակների հետ, որտեղ մենք այնտեղ ենք մեր ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու եւ մեր ժողովրդավարական ուղին ամրացնելու համար, բայց ոչ երբեք Լեռնային Ղարաբաղի կամ մեկ այլ հակամարտության լուծման ուղիներ գտնելու համար։ Իհարկե այս ամենի մասին Բաքուն վստահաբար չէր հիշում։ Թերևս պատահական չէ, որ հենց ձմեռային նստաշրջանից առաջ ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ։ Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը առաջիկայում կարող է քննարկել Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող երկու բանաձևերը։ Հետևաբար հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որ ԵՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է։ Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը։
Ադրբեջանական մամուլին հետևելով միանշանակ կարելի է հասկանալ, որ Ռոբերտ Ուոլթերի զեկույցի տապալումը, որը Բաքվի հիմնական խաղաքարտն էր, նրանցից խլել էր հսկայական մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ։ Այդ երկրի վերնախավը սեփական ժողովրդի առաջ արդարանալու համար ձեռքը գցել է Կասպյան ծովի փրփրաբաշ ալիքներին։ Հնարավոր բոլոր խոսափողներից հանդես է գալիս անհեթեթ հայտարարություններով, որոնց բացատրությունը մեկն է։ Անելանելի վիճակում հայտնված պատին սեղմված մարդու կամ ղեկավարի կամ երկրի հայտարարություններ եւ քայլեր են սրանք։ Ադրբեջանի ձախողումը հետևանք էր Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովում ազգային ժողովի հայկական պատվիրակության ամենօրյա աշխատանքի եւ մեր երկրի դիվանագիտության հեռատես քայլերի։ Այս մասին առանձնակի շեշտադրմամբ շաբաթվա սկզբին խոսեց ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարևորությունը եւ որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել։ Ընդ որում խոսքը վերաբերում է թե մեր պատվիրակության անդամներին, թե նրանում չընդգրկված մեր գործընկերներին։ Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր պատգամավորներին, ովքեր այս ընթացքում իրենց գործընկերների հետ քննարկումներում, միջազգային տարբեր կառույցներում եւ ձևաչափերում արժանապատվորեն ներկայացրեցին հիշյալ բանաձևերում արծարծված հարցերի իսկությունն ու ենթատեքստերը, դրան շարժառիթները, դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները։ Այն, որ բոլորիս ջանքերի արդյունքում եվրոպական կարևորագույն հարթակներից մեկում ձախողվեց այսպես կոչված բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում, մտածածի վերնագրով ու կեղծ բովանդակությամբ զեկույցը վկայում է, որ ԵԽԽՎ-ին բոլորը չէ, որ իրականությունը տեսան Բաքվի նավթային աշտարակից։ Հաջորդ զեկույցը, որը քննարկվեց եւ ընդունվեց Եվրոպական ամբիոնում բոսնիացի падգամավոր Միլիցա Մարկովիչի գլուխգործոցն էր։ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ազերիները կարողացան ներգործել եւ հումանիտար խղճահարություն առաջացնել վեհաժողովականների շրջանում։ Թեև ակնհայտ էր, որ սոցիալական հարցը ինքնին քաղաքական ենթատեքստ ունի։ Տիկին Մարկովիչը իրականությունից դուրս ձևակերպումներով արտասանեց իր ճառը, թե իբր հայերը Ադրբեջանի սահմանամերձ շրջանները զրկել են ջրամբարի ջրից։ Ըստ էության որևէ կետ, որևէ պարտադրանք Հայաստանին, Ադրբեջանին, Ղարաբաղին որևէ մեկին չկար, այն մասին, որ պետք է իրականում ջրի համատեղ օգտագործման կամ մարդկանց ջրով ապահովելու խնդիրը լուծվեր։ Բեմադրության հեղինակ падգամավորը երբևէ չի այցելել Ղարաբաղ ու պատկերացում չունի ոչ տեղանքի, ոչ էլ առավել եւս տեղացիների մարդասիրությունից։ Եթե ուզում է այդ խնդիրը լուծել, Ադրբեջանը պետք է համագործակցություն սկսի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, հատկապես որ դրա վերաբերյալ եղել են բազմաթիվ առաջարկներ հենց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից։ Նման առաջարկներ եղել են մի քանի անգամ այս տարիների ընթացքում, վերջինը 2013 թվականին բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ բոլոր այս առաջարկներին մշտապես Ադրբեջանը մերժումով է պատասխանել։ Իսկ ամենածիծաղելին այն է, որ Միլիցա Մարկովիչը իր աշխատանքը կատարել է հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա, մինչդեռ տեխնիկապես դա հնարավոր չէ։ Տեխնիկական էքսպերտը, որը վարձվել էր ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի կողմից, մի քանի անգամ ներկայացման ժամանակ դժգոհություն հայտնեց, որ շատ դժվար է օգտվել արբանյակային քարտեզից, Google Map-ից եւ շատ հարցերին նա չի կարող պատասխանել, քանի որ տեղայինքը չի ուսումնասիրել։ Սակայն անգամ այս պնդումները անտեսվեցին տիկին Մարկովիչի կողմից։ Հստակ կարելի է ասել, որ Մարկովիչը ակնհայտ պատվեր կատարող է, քանի որ նա իր անդրամաբանությամբ մերժել է հայկական կողմի բոլոր տրամաբանական առաջարկները։ Այն, որ նա ներկայացնում է, որ մենք չենք գնացել համագործակցության, չենք օգնել, չենք հրավիրել եւ այլն, մենք անգամ առաջարկել ենք ուղղաթիռով գնալ, եթե նա վախենում է եղանակային պայմաններից։ Դա բացարձակ սուտ է, նրա ամեն մի խոսքը մի մեծ սուտ է։ Այդուհանդերձ Սարսանգի մասով մեր պատվիրակությունը անելիքներ դեռևս ունի։
Մենք պիտի հասկանանք, որ նաև Եվրոպայի խորհրդի միջազգային կառույցներում խաղի կանոններ են փոխվել եւ պիտի կարողանանք շատ ավելի այդ խաղի կանոններին համահունչ կազմակերպել մեր աշխատանքը։ Ցավոք սրտի, այո, Ադրբեջանին հաջողվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձևավորել լոբիստների իր խումբը, ինչը միշտ չէ, որ երաշխիք է, որ նրանք կհասնեն հաջողության, ինչի գրավականը այս Վոլթերի բանաձևի տապալումներ։ Ինչ վերաբերում է Սարսանգի ընդունված բանաձևին, ապա մենք այստեղ մեր անելիքը դեռևս ունենք, մենք ունենք մեր ռազմավարությունը, ինչը ես այս պահին չեմ կարծում, որ ճիշտ է հրապարակելը։ Ժամանակն է, որ Ադրբեջանը տեղափոխվի իրականության դաշտ։ Վեհաժողովի հաջորդ անակնկալը նրանց սպասեցնել չտվեց։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն ընտրվեց կառույցի փոխնախագահի պաշտոնում։ Իմ այս հնարավորությունը պիտի օգտագործեմ առաջին հերթին հայկական օրակարգը առաջ մղելու։ Ես կարծում եմ, որ ԵԽԽՎ-ում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք խորհրդարանական վեհաժողովի մանդատի շրջանակներում են եւ պատկանում են իսկապես այն հարցերին, որոնք որ վեհաժողովը կարևորում է՝ մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն։ Տեղեկացնենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա ապրիլին։ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի բարեվարկության ամրապնդման ծրագրի վերանայման փորձագիտական խմբի հետ։ Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի եւ կառույցի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցությունը արդյունավետ եւ կառուցողական է եղել։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող, այդ թվում նաեւ զինված ուժերում բարեվարկության ամրապնդման ուղղված միջոցառումներին։ Ազգային ժողովի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ-Կասիմի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը։ Քննարկվել է երկու երկրների կին պատգամավորների հանդիպման ու փորձի փոխանակման, գործարարների միջև համագործակցության հնարավորությունը, ինչպես նաև Միացյալ Էմիրությունների խորհրդարանում բարեկամական խմբի ստեղծումը։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժողովուրդ թերթի լույս ընծայման 5-ամյակի առթիվ։ Տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ խորհրդանի նախագահի շնորհավորական ուղերձը ընթերցեց ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանը։ Ժողովուրդ թերթն ունի ուրույն աշխատավորջ ու ձեռագիր։ Շատ կարևոր է, որ այդ ձեռագիրը երբևէ չզոհաբերվի սենսացիայի այս րոպեական գայթակղությանը, որ ամբողջությունը երբեք չլինի առաջնորդող, որ մասնագիտական մոտեցումն ու մտածողությունը չստորադասվեն ձայնագրիչին, որ ստեղծված ձեռագիրը դառնա պահպանության արժանի բնօրինակ։ Կարծում եմ, պատահական չէ ընտրված ոչ միայն թերթի անվանումը ժողովուրդ, այլև բնաբանը թերթ բոլորի եւ ամեն ինչի մասին։ Թող հաջողությունն ու լավատեսությունը միշտ ուղեկցեն ձեզ։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան։ Տարբեր հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Լսենք նրանց։ Սիրելի հայրենակիցներ, արդեն հայտնի է, որ Հայ-հեղափոխական դաշնակցություն եւ հանրապետական կուսակցությունները սկսել են համագործակցության քննարկումների շարք, որի հիմնական նպատակն է երկրում ստեղծված վիճակը դեպի դրականի, դեպի բարեփոխումների ուղղությամբ տանելը։ Մասնավորապես խոսքը գնում է սահմանադրական փոփոխություններից հետո այնպիսի մի վիճակի առաջացմանը, որը առնչվում է թե երկրի ժողովրդավարացման համակարգերին, թե երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում խորքային եւ մեծածավալ դրական զարգացումներ ապահովելու։ Ամենևին խնդիրն այն չէ, թե ով ինչ պաշտոն կունենա, այլ ավելի շատ եւ ավելի հիմնական հարցը վերաբերում է հետեւյալին. ինչպիսի փոփոխություններ, ինչ ծավալի, ինչ խորությամբ պետք է իրականացվեն, որպեսզի հասարակության մոտ վերականգնվի վստահությունը վաղ օրվա նկատմամբ։
որպեսզի Հայաստանի քաղաքացին լիարժեքորեն զգա իրեն այս երկրի քաղաքացի եւ կարողանա իր եւ իր ընտանիքի անդամների համար ապահովել լիարժեք կենսամակարդակն ապահովող եկամուտներով եւ որպեսզի պետական կառույցները կարողանան իսկապես որակյալ աշխատել, մատուցել ծառայությունները մեր քաղաքացիներին եւ որպեսզի աշխարհասփյուռ հայությունը կարողանա միատեղել, համատեղել իրենց ջանքերը մեր երկրի հզորացման գործում։ Այս եւ բազմաթիվ հարցեր հաճախ դառնում են մամուլում եւ առանձին գործիչների ու քաղաքական ուժերի համար թիրախի առարկա, շատ պարզ տրամաբանությամբ իրենց կարծիքով, եթե հարվածեն դաշնակցությանը, հայոյեն դաշնակցությանը, դրանով իրենց վարկանիշը իբր պետք է բարձրանա։ Մինչդեռ նրանք սխալվում են, որ Դաշնակցությունը 125 տարվա իր պատմության ընթացքում առաջնորդվել է բացառապես հայ ժողովրդի եւ հայոց պետականության շահերով։ Եվ պատահական չէ, որ 125 տարվա մեջ Դաշնակցությունը պահպանել է իր կենսունակությունը եւ այդ այսօր էլ մտածելու է ու առաջնորդվելու է այդ սուրբ նպատակով՝ մեր ժողովրդի, մեր հասարակության, մեր հանրության, մեր պետության շահերով։ Այս ամենից զատ սկզբունքային նշանակություն ունի նաև առաջիկա 2017 թվականի ընտրությունները ազատ ժողովրդավարական սկզբունքներով կազմակերպելու հարցը։ Մենք ամեն ջան գործադրում ենք, որպեսզի համագործակցությամբ հասնենք այդպիսի օրենսգրքի ընդունմանը, որպեսզի բացառվի մեր պետության եւ մեր ժողովրդի նկատմամբ անվստահության վերաբերմունքը նաև միջազգային հանրության կողմից։ Սիրելի հայրենագիցներ, գնալով մեր երկրում ավելանում է հույսի եւ հավատի ճգնաժամը։ Հուսալքությունը ու անտարբերությունը մտել է ամեն մինդանիկ եւ թուլացնելով մեր երկրի pedagogical հիմքերը, այն լրջագույնս վտանգում է մեր երկրի անվտանգությունը։ Անկախությունից ի վեր խոսում ենք արտագաղթի մասին, որը չարիքի նման ուղեկցում է մեր ժողովրդին։ Արտագաղթողների գերակշիռ մասը դա պատճառաբանում է հույսի, հավատի եւ աշխատատեղերի բացակայությամբ, որը ավելի արտահայտված է Գյումրի քաղաքում։ Հայաստանի արտաքին պարտքը անցել է 5 միլիարդ դոլարը։ Պարզից էլ պարզ է, որ արդեն անցել ենք վտանգավոր եզրագիծը, ինչը կարող է կործանարար լինել, եւ փոխանակ կառավարությունը անաբաղ միջոցներ ձեռնարկի արտաքին պարտքը նվազեցնելու ուղղությամբ հակառակն է անում, նոր ավելի բարձր տոկոսադրույքներով պարտքեր է վերցնում, հին պարտքերը մարելու համար։ Այս ամենը մեղմ ասած մտահոգիչ է, իսկ իրականում կործանարար, քանզի այդ պարտքը պետք է վերադարձնեն մեր ժառանգները, աղետի կոդու, մասնավորապես Գյումրու տնակներում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մեր հայրենագիցները, ովքեր շաբաթվա որոշ օրերին սոված են քնում, լավ ինչ եք ուզում, վարկ եք վերցնում, գոնե աշխատատեղեր ստեղծեիք, որ ժողովուրդը կարողանար աշխատել ու ապրել, երկիրն էլ կարողանա վարկերը փակի, էլ գույք չմնաց, որ գույք պարտքի դիմաց ալան-թալանի այս խայդարակ ծրագրով կոպեկներով չհանձնեն պարտատերերին, արդեն գույք էլ չկա, վաճառելու, տալու, փոշիացնելու, մնացել է ժողովուրդն ու Սևանա լիճը, ինչ է, վերջում դա էլ եք տալու պարտքի դիմաց, եւ ազգովի դառնալու են գրավի առարգա, վարկերի 15-ից 25%-ը ծախսվում է խորհրդատվական ծառայությունների եւ խորհրդատուների վրա, բոլորիս է հայտնի դա, այսինքն մեղմ ասած տասնյակ միլիոնավոր դոլարներ փոշիանում են, նվաստելով ատկատներին ու բնականաբար թալանին։ Սիրելի հայրենագիցներ, եւ Արթուր Բաղդասարյանը, եւ Օրինաց երկիր խմբակցության падգամավորներս բազմից ենք ասել, որ հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը փոխանակ սկսվեր հարավից եւ հյուսիսից, այսինքն Շիրակի եւ Սյունիքի մարզերից, սկսեցին Երևան աշտարակ եւ Երևան Արդաշատ հատվածներից։ Ակնհայտ է, որ գործող երկկողմանի եւ երակոդի ճանապարհը դեռ տասնյակ տարիներ կարող էր ծառայել մեր ժողովրդին, ինչպես հիմա Երևան-Սևան ավտոմայրուղին է։ Այս ամենը պարզ է, միտումնավոր կերպով ընտրվեց ամենալավ ճանապարհը, որբիսի քիչ ծախսեին եւ շատ շորթեին։ Եթե հակառակ կողմից սկսեին կառուցելը, դա կնպաստեր մարզերում, հատկապես աղետի կոդում, լրացուցիչ ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանը եւ կբարելավեր անմխիթար վիճակում գտնվող Գյումրու եւ Շիրակի մարզի ավտոճանապարհները։ Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերյան սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ։
Շնորհիվ ժողովրդի ակտիվ զանգվածային քվեարկության ոչի օգտին եւ չնայած հանրաքվեի հայտարարված կեղծ արդյունքի, բոլորը մեր ժողովուրդը, ընդդիմությունը, իշխանությունները եւ միջազգային հանրությունը գիտեն հանրաքվեի իրական արդյունքները։ Բոլորին, իսկ առաջին հերթին հենց իրեն Սերժ Սարգսյանին հայտնի է, որ նրա ղեկավարած ռեժիմը չունի ժողովրդական որևէ աջակցություն եւ ի վիճակի չէ ապահովել երկրի համար զարգացման որևէ հեռանկար։ Իրավիճակը դեռ ավելի է վատանալու։ Ռուսական ռուբլու թուլացումն արդեն իսկ ստեղծել է շատ ծանր վիճակ մեր տնտեսվարողների, հատկապես արտադրողների եւ արտահանողների համար։ Տնտեսական իրավիճակի վատթարացման հիմնական պատճառը, սակայն, Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող ապօրինի մենաշնորհներն են, որոնք ուղղակի խեղդում են մեր տնտեսությունը եւ աղքատացնում տասնյակ հազարավոր մարդկանց, ծառայելով բացառապես իշխանավորների նեղ խմբակի հարստացմանը։ Գազի եւ նավթի համաշխարհային գների կտրուկ էժանացման հետևանքով պետք է կարծես թե էապես նվազեին գազի, բենզինի եւ դիզվառելիքի սպառման գները նաեւ Հայաստանում, ինչպես դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում։ Նման միտումը գոնե ինչ-որ շնչելու տեղ կտար մեր տնտեսությանը, սակայն ոչ մի նման բան տեղի չի ունենում։ Պատճառն ակնհայտ է՝ մենաշնորհները։ Բենզինի շուկայում օրինակ 2007 թվականին գործել են 21 ընկերություն, 2011-ին արդեն 5 ընկերություն, իսկ այսօր 2016-ին գործում է միայն 1 ընկերություն՝ Ռոսնեֆտ Արմենիան, որը վերահսկվում է հենց Սերժ Սարգսյանի կողմից։ Առաջին գործը, որ կանի Հայ ազգային կոնգրեսը գալով իշխանության, լինելու է հենց այս հանցավոր մենաշնորհային համակարգի կազմաքանդումը, բոլոր ձեռներեցների համար բարենպաստ եւ հավասար մրցակցային պայմանների ստեղծումը եւ որևէ ընկերության համար շուկայում 33%-ից ավելի բաժին ունենալու օրենսդրորեն արգելումը։ Մենք հետևողական ենք լինելու այս գործում եւ առաջիկա օրերին կոնգրեսի խմբակցությունը վառելիքի գների եւ մենաշնորհների վերացման խնդրով հարցապնդում կանի կառավարությանը, ինչը թույլ կտա այդ հարցը քննարկել նաև ազգային ժողովում։ Վերջնական լուծումը, սակայն, կլինի միայն այս ռեժիմի հեռացումով եւ Հայաստանում ժողովրդավարական իշխանության ձևավորմամբ։ Պայքարը շարունակվում է եւ հանրաքվեի իրական արդյունքները ցույց են տալիս, որ այս պայքարում երկրի դեմոկրատական ուժերը ունեն հաղթելու բոլոր նախադրյալները։ Հարգելի հայրենակիցներ, առաջիկայում խորհրդարանը կսկսի ընտրական օրենսգրքի քննարկումները։ Լինենք անկեղծ, տասնյակ տարիներ մեր որևէ ընտրություն, որևէ համապետական ընտրություն երբևէ չի փայլել լեգիտիմության եւ հանրության մեջ վստահության մեծ չափաբաժնով։ Յուրաքանչյուր ընտրությունից հետո մենք անընդհատ խոսել ենք, դա նաեւ արձանագրել են միջազգային կառույցները, որ հերթական ընտրությունը չավելացրեց հանրության մեջ վստահությունը ընտրական գործընթացների հանդեպ։ Մեկ անգամ սխալվելու իրավունք մենք այլևս չունենք։ Մենք իհարկե ռոմանտիկ չենք, Բարգավաճ Հայաստանը սթափ ռեալիստ քաղաքական ուժ է եւ հրաշալի հասկանում է, որ եթե չկա քաղաքական կամք անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ, անգամ ոսկերչական մակարդակի հասցված ընտրական օրենսգիրքը չի լինելու համադարման, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի ձեռքներս ծալած նստենք եւ ոչինչ չանենք։ Ինձ համար հասկանալի չեն այն քաղաքական ուժերի կոչերը, ովքեր հայտարարում են, որ պիտի բոյկոտել ընտրական օրենսգրքի աշխատանքները, որովհետև իրենց բոլոր ուլտիմատումները չեն ընդունվել։ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին ընդդիմադիր դաշտի մեր քաղաքական գործընկերներին մի կողմ դնել տարբեր տեսակի ամբիցիաները եւ փորձել միասնական ուժերով պատրաստել, ներկայացնել առաջարկների այնպիսի փաթեթ ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որը հնարավորություն կտա հնարավորինս նեղացնել ընտրակեղծարարության սողանցքները, իսկ որ տասնյակ տարիների մեր փորձը գալիս է հաստատելու այն պարզ ճշմարտությունը, որ ընտրակեղծարարության մեխանիզմը մեզանում այլևս կայացած հսկայական մի ամբողջական ինստիտուտ է, որ արչի ծառայություն մատուցողների ինստիտուտը վաղուց վերածվել է արչի ծառայություններ մատուցողների ակադեմիայի, դա այլևս փաստ է։ Մենք պիտի կարողանանք իրապես գույքագրել ընտրակեղծարարության բոլոր մեր ավանդական, նորարարական
երևույթները եւ կարողանանք օրենսդրական մեխանիզմներ սահմանել, այնպիսի մեխանիզմներ սահմանել, որը հնարավորություն կտա գոնե նվազագույնի հասցնել արջի ծառայություն մատուցողների հնարավորությունները, սահմանափակել նրանց հնարավորությունները։ Դա մենք կարող ենք անել միասին, դա մենք կարող ենք անել միավորելով մեր բոլոր ջանքերը։ Բարգավաճ Հայաստանը պատրաստ է աշխատել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակը մեկն է՝ մեր երկրում անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ։ Նստաշրջանի առաջի քառորիայում հիմնականում երկու հարց քննարկման առարկա դարձան, դրանք երկու վարկային ծրագրեր են եւ առաջի վարկային ծրագրերը դա կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրն է։ Այս ծրագրի չափազանց կարևոր ծրագիր է եւ ունի հետեւյալ նպատակը։ Մեր երկրում իսկապես շատ խոսում է այն մասին, որ հիմնական վարկային միջոցները ծախսում են մայրաքաղաքի վրա կամ մարզային կենտրոնների վրա եւ այս տեղ կա կարծեք թե ճշմարտություն, որովհետեւ մեր համաչափ զարգացման գերխնդիրը, մարզերի համաչափ զարգացման գերխնդիրը այսօր օրակարգի ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Եվ այս ծրագիրը գալիս է լրացնելու այդ բացը։ 40 միլիոն դոլարի վարկային ծրագիր է, որը մինչև 19 թվականի ընթացքում պետք է հանրապետության բոլոր մարզերում իրականացնի բոլոր հիմնանորոգում պահանջող ճանապարհների բարելավումը։ Դրանց քանակը կորոշվի ապագայում կառավարության կողմից, սակայն առաջի տարվա համար արդեն նախատեսված է այն 4 մարզերը, որտեղ պետք է իրականացվի այս ծրագիրը։ Դա Շիրակի մարզն է, Տավուշի մարզն է, Կոտայքի մարզն է եւ Սյունիքի մարզը։ Ընդամենը 40 միլիոնը իրականացնելու 360 կիլոմետր ճանապարհի բարեկարգում ողջ հանրապետության տարածքում, իսկ առաջի 16 թվականի ծրագիրը դա 52 կիլոմետր ճանապարհի բարելավում է իմ նշած 4 մարզերում։ Երկրորդ ծրագիրը քաղաքային կանոն զարգացման ծրագիրն է եւ այս ծրագրի վարկային պորտֆելը 113 միլիոն դոլար է։ Իդեպ պետք է ասեմ, որ երկու վարկերն էլ արտոնյալ վարկեր են, առաջինը 22 տարվա համար, երկրորդը 25 տարվա համար եւ երկուսի համար էլ արտոնյալ պայմանները շուրջ 15 տարի են։ Այս երկրորդ վարկի հիմնական նպատակն է իրականացնել մի ծրագիր, որը դեռ խորհրդային ժամանակներից արկա է հանրապետությունում։ Դա աշտարակի մայրուղին արտաշատի մայրուղու հետ կապելու ժամանակակից ճանապարհի ստեղծումն է, որը կշրջանցի մայրաքաղաքը։ Այս խնդիրը երկու կարևորագույն աղբյուրներից է բաղկացած։ Առաջինը, որը եւ չափազանց կարևոր է, ինքը գալիս է լրացնելու հյուսիս-հարավ մայրուղու մի հատվածը, որովհետեւ առանց այս հատվածի, եթե մենք ենթադրում ենք, որ մեր հյուսիս-հարավ մայրուղին պետք է շահավետ լինի կամ մրցակցային լինի այլ երկրներով անցնող ճանապարհների հետ, Երևանի հատվածում չունենալով այսպիսի արագընթաց մի հատված, նա պետք է մտնի Երևան քաղաքը լուսավորներով, քաղաքային փողոցներով եւ ամբողջ հմայքը եւ արագությունը ինքը կկորցնի։ Եվ երկրորդ կարևորագույն հանգամանքը, որ այս ծրագրի հիմքում է դրված, դա քաղաքը բեռնաթափելն է։ Ակնհայտ է, որ այս ծրագրերը իսկապես կարևոր են, բայց ակնհայտ է եւ շատ կարևոր է երկրորդ հանգամանքը, որքան արդյունավետ այս ծրագրերը կիրականացվեն, որքան խնայողաբար եւ ինչպիսի արդյունավետություն կունենան այս ծրագրերը իրենց ավարտից հետո։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Խորհրդարանական շաբաթը եթերում կլինի հաջորդ կիրակի։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։